շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես մենք տեսանք Կիրակի օրը այդ գեղձ ծիսակարգը, որ իրականացվեց 7 վերք եկեղեցում, ոստիկանությունով ԱԱԾ-ով գնացել էին մինչև անգամ առաջին օրը փակել էին 7 վերքի դռները, բայց Շիրակի թեմի հոգևոր դասը քայլ առաջ մաքրել էր ամբողջ եկեղեցին, մինչև անգամ աթոռներն են հեռացրել, որպեսզի այդ ամենը պղծության իրողությանը չիրականացվի։ Եվ դրա հաջորդ օրը արդեն տեղի ունեցավ մաքրագործման արարողությունը եւ ինչպես Տեր-հայրը նշեց իր խոսքում, այն ինչ տեղի ունեցել առաջին օրը այստեղ, դա այս իշխանության եւ ԱԱԾ-ի ձեռքով իրականացված պրոցեսները դա սատանայի թելադրանք են։ Խնդրեմ այս մասով դե տեսակետը, բայց ընդամենը կես վայրկյան այս տեսանյութը ես կուզեմ շատ կարճ, ինչպես գյումրեցի կանայք ուղղակի ամոթանք թուքումուր տալով հեռացրեցին այս երեք դեռևս սրբազանները։ Եվ նաև դրան հաջորդեց կա Վազգեն Միրզախանյանը մեծ բացի երկրների թեմի առաջնորդը, որը արդեն հրապարակները կան, ինչ խայտարակ ձևով է ուղղակի հեռացվել Հայաստանից, բայց ինքը այսօր տարբեր հեռուստաընկերություններ գնում է եւ կոնկրետ արշավ իրականացնում հայ եկեղեցու վեհափառի Միքայել Սրբազանի դեմ։ Համեցեք։ Շնորհակալություն, նախ ուզում եմ իսկապես իմ շնորհակալությունը հայտնել գյումրեցիներին, ովքեր հենց այդ ձևով ընդունեցին մեր եկեղեցու դեմ նվաճում կազմակերպողներին եւ եթե անկեղծ լինենք այդ 7 վերք եկեղեցում ես որքան հասկացա հատուկ են գյումրեցիներ էին, ովքեր էլ հենց պատարագի ժամանակ բացականչեցին վեհափառի անունը։ Բայց Գյումրին պետք է օրինակ լինի եւ Գյումրիում չէր որ տեղի ունեցավ այս ամենը սկիզբ առավ դեռ ամիսներ առաջ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ առաքելական եկեղեցին նվաճելու իր մտադրության մասին եւ ես կարծում եմ որ դա հենց բացառապես իր մտադրությունը չէ որովհետեւ դա ավելի շատ թելադրվում է Բաքվի եւ Անկարայի կողմից եւ այս ամենի սկիզբը դրվեց Հովանավանքից ու այդպես հասավ մինչեւ Գյումրու 7 վերք եկեղեցի։ Հիշում եք Գյումրու Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը ասում էր գնում եմ այստեղ պատարագ մատուցեմ մեր զոհված տղաների հիշատակին։ Հենց այդ եկեղեցում իր հետ մասնակցում էր այդ պատարագին Անահիտ Ավանեսյանը, մի մարդ, ով մեր զոհված տղաների մարմինները ամիսներով տոպրակների պարկերի մեջ լցրել էր հիվանդանոցի պատվալում եւ այդ զոհվածների ծնողները խելակորույս փնտրում էին իրենց զավակների դիերը, աճյունները։ Երեք Չկիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գնում է երկրաշարժի զոհերի հիշատակի համար պատարագ մատուցվի պիտի 7 վերքում, մենք տեսանք, որ այնտեղ որևէ գյումրեցի, եթե կային էլ գնացել էին այնտեղ վեհափառի անունը տալու, գյումրեցին, որ հենց այդ եկեղեցին կառուցվել էր երկրաշարժի զոհերի հիշատակը նաև վառ պահելու համար, այդտեղ ամեն տարի պատարագ է մատուցվել, գնաց այնտեղ պղծեց այդ զոհերի հիշատակը։ Այս իշխանությունը ոչ միայն ցավոք պղծում է մեր տղաների, մեր զոհվածների հիշատակը, այլ այս իշխանությունը երկիրը տանում է կոնկրետ դավանափոխության։ Նիկոլ Փաշինյանին թվաց, թե ինքը հաջողել է Գյումրիում կապարակնիքել ԱԱԾ-ով, այդ ոստիկանական մեծ ուժերով կապարակնքել է եկեղեցին, որ մտնի այնտեղ կեղծ պատարագ իրականացվի ու դուրս գա, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինչու՞ չէ պետք է հայ առաքելական եկեղեցում պատարագի այդ երգի փոխարեն հնչի հայկական հիմնը եւ դրոշը։ Որևէ հայ
դեմ չէ ոչ հայկական հիմնին, ոչ հայկական դրոշին։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը հիմա տանում է հայ առաքելական եկեղեցին տարանջատելու, այլ պետության կրնկի տակ մտցնելու եւ հայ ազգին դավանափոխության։ Ինչ է նշանակում եկեղեցում պիտի հնչի Հայաստանի հիմնը եւ դրոշը։ Տեսեք, եթե այստեղ հնչում է Հայաստանի հիմնը, ապա օրինակ Թուրքիայում պիտի հայ առաքելական եկեղեցում պիտի հնչի Թուրքիայի հիմնը եւ Թուրքիայի դրոշը պիտի կախվի, այսինքն հայ հավատավորը պիտի գնա Թուրքիա հայ առաքելական եկեղեցում իր աղոթքը բարձրացնի Թուրքիայի օրհներքի եւ Թուրքիայի դրոշի ներքո, Ֆրանսիայում ֆրանսիական դրոշի եւ ֆրանսիական օրհներքի, չգիտեմ, Ռուսաստանում ռուսական օրհներքի եւ ռուսական դրոշի ներքո։ Սա մենք միշտ ասել ենք, որ հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության պահպանման թիվ 1 գործոնն է, Նիկոլ Փաշինյանը սրանով ուզում է նաև այդ գործոնը ջնջել։ Սփյուռքին ինչքան հնարավոր էր այս ընթացքում ինքը բաժանեց, տարանջատեց, Հայաստանի հետ կապը հնարավորինս խզեց, հիմա ուզում է դա անի նաև հոգևոր ոլորտում։ Մենք խոսում ենք հոգևորականների Փաշինյանի հետ այդ կեղծ պատարակներ մատուցելու մասին, պիտի ասեմ, որ սպասելի էր, որովհետև այնտեղ խոսվում է հոգևորականների մասին, որոնք ժամանակին պետք է կարգալույծ արված լինեին, եւ այսօր օրինակ Նավասարդ Կճոյանը ամենևին չպետք է բազմեր այն աթոռին, որին բազմած է, ցավոք պիտի ասեմ հայ առաքելական եկեղեցին որոշ հարցերում հապաղել է, Մայր աթոռը որոշ հարցերում հապաղել է, եւ այսօր մենք այդ հապաղման դառը պտուղներն ենք նաեւ քաղում, եթե ժամանակին այդ հոգևորականների հանդեպ, ովքեր զբաղվել են բիզնեսով, ովքեր զբաղվել են օֆշորային գոտիներում փողեր կուտակելով, ովքեր զբաղվել են որպես հոգևորական ուրիշի բիզնեսը խլելով, նրանք պետք է վաղուց կարգալույծ արված լինեին։ Ցավոք չի արվել եւ այսօր ժամանակն է այդ հարցերը շատ արագ, Մայր աթոռը պետք է գործի շատ ավելի արագ եւ շատ ավելի Տեսեք, ժողովուրդը չէ, Նավասարդ Կճոյանին կարգալույծ անողը, ժողովուրդը չէ, Եպիսկոպոսած, ես դրա համար ասում եմ Մայր աթոռը ազդակները գնացել, որ եթե կամ կձերբակալվի, կամ չեք մտնի, ինչ անի եկեղեցին։ Կներեք, Նավասարդ Կճոյանի մասին հիմա է խոսվում, 18 թվից հետո է խոսվում, ոչ, Նավասարդ Կճոյանի մասին խոսվել է 2010 թվականին, 2008 թվականին, 2007 թվականին, Նավասարդ Կճոյանի մասին եկեք ամեն ինչ չբարթենք, որ սա եղավ 18 թվականից հետո, դրա համար եմ ասում, Մայր աթոռը հապաղել է եւ պետք է այսօր կոնկրետ ու հրատապ գործողություններ իրականացնի, այդ թվում նաև ժողովուրդը մենք տեսանք Գյումրիում, նաև ժողովուրդը ոչ միայն այնտեղի թեմի հոգևորականները, այլ նաև ժողովուրդը կանգնեց Մայր աթոռի կողքին։ Հովանավանքում մենք նույնը տեսանք, Վայոց ձորում մենք նույնը տեսանք, մենք տեսնում ենք այդ շրջիկ կրկեսի խումբը, որ Նիկոլ Փաշինյանի հետ գնում է, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը կանգնած է Մայր աթոռի կողքին, այնպես չի, որ Մայր աթոռը մնացել է այսօր, Սփյուռքից ենք արձագանքներ լսում, որ այսօր Մայր աթոռը միայնակ չէ, մենք տեսանք Մարսելում մեր հայ համայնքը ինչպես ընդունեց ամենայն հայոց կաթողիկոսին, ժողովուրդը միշտ գուցե որոշակի ժամանակահատվածում խաբվում է, բայց այս ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը վճռական պահին ճիշտ գործողության է գնում, վկայություն է Գյումրին էր 2 օր առաջ։ Այս առումով նաև որ դուք ասացիք շրջիկ կրկեսը, երեք տիկին Զորաբյանն ասում է ամեն ինչ տեսել էինք պրագատով, Արենդովի շավոտնուկ, Քելեխի, Սպասք, Էլդագա, բայց
շրջիկ քահանաներ չէինք տեսել, արենդով քահանաներ չէինք տեսել, դե տեսան։ Դե ես չեմ ասի, թե դրանք արենդով քահանաներ են, դրանք ավելի շատ քահանաներ են, ովքեր իրենց այդ գիտակցական կյանքում այնքան մեղքեր են գործել, այնքան ուրիշի սրա նրա բիզնեսներն են խլել, դարձել են օֆշորներում կոնկրետ այնտեղ մեծ փողեր են կուտակել եւ այսօր իրանք հասկանում են իրենց ինչ է սպառնում։ Իրենք շատ լավ գիտեն այսօր իրենց ինչ է սպառնում։ Ավելի լավ է իրենք գնան կանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքը, այդպես են մտածում, քան զրկվեն իրենց ամբողջ ունեցվածքից, որովհետև ես նորից եմ ասում, Նավասարդ Կճոյանը պետք է 20 տարի առաջ կարգալույծ արված լիներ դեռ։ Եվ ոչ թե հասներ այսօր, որ ինքը գնար, հիմա էլ անունը դնենք արենդով, թե ինչ գնար հասներ Գյումրի, ասեր ես եկել եմ, կանգնում եմ Նիկոլ ինքը պետք է լիներ, այսօր պետք է Նավասարդ Կճոյանը լիներ այդ սրբազաների խցում։ Սրբազաները պետք է լինեին պատարագի մատուցման վայրում, ինքը պիտի լիներ այնտեղ։ Հիմա տեսեք, այդ Վազգեն Միրզախանյանը հանրային հեռուստաընկերության եթերում խոսում է այն մասին, որ ինքը շփվել է Թիֆլիսում թուրքերի, ադրբեջանցիների, հրեաների, ասորիների հետ եւ ինչքան լավն են իրենք։ Այս մասը խնդրեմ ձեր տեսակետը։ Դե իսկ ինչ է Վազգեն Միրզախանյանի այստեղ քաղաքական հայրը, չեմ ասում հոգևոր քաղաքական հայրը Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ թուրքերը լավն են, Կիրանցում ինչ էր ասում էր, էսա տեսեք, ինչքան Կիրանցում, ինչ բարեկամություն կանեն, առևտուր կանեն, այս կանեն, մյուսը կանեն, ինչ, հիմա ինչ ասում է նա, կրկնում են իր ենթա, վաղը այս նույն բանը կարող եք լսել Նավասարդ Կճոյանից օրինակ, ես չեմ բացառում։ Ինչ ենք մեկին առանձնացնում, ով այսօր կանգնած է մեր եկեղեցին պղծելու գործում, ով կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքը, սա պղծել չէ, սա մենք, որ ասում ենք պղծել, մենք շատ մեղմ ենք ասում, եկեղեցին մեր ինքնությունը ոչնչացման գործընթաց է սկսվել, ով կանգնած է այս ոչնչացման գործընթացում Նիկոլ Փաշինյանի կողքին, նա թուրքի բարեկամն է, որովհետև այս պատվերը գալիս է Ալիևից, Անկարայից եւ Բաքվից, կոնկրետ այդ երկու երկրներից է գալիս, նրանք ամեն ինչ անում են, որ հայ առաքելական եկեղեցին այդ մայր տաճարում բերեն մի իրենց այդ մսկիթի զիբիլը դնեն ու այդտեղից մուղամի ձայն լսվի, ես այդպես եմ կարծում, օրինակ դուք պատկերացնում եք, ես Սյուզի Բադոյանի տեսանյութում տեսա, թե կյանքի խոսքի հոգևոր հովիվ Արթուրը ինչպես էր գնացել Նիկոլ Փաշինյանի հետ մտել Գյումրու 7 վերք եկեղեցի, ես օրինակ էլի պատկերացնենք մի պահ, որ մենք վեր կենանք ԱԱՑ-ով, որևէ պետական պաշտոնյա կամ նույն Նիկոլ Փաշինյանը վեր կենա այդ ԱԱՑ-ի ողջ թիմը, այդ ոստիկանական թիմը, այդպես մի 100-200 մեքենա լցնի ու գնա մտնի կյանքի խոսքի եկեղեցի, հանի այնտեղ բոլորին կապարակնքի, ասի վաղը բերում եմ մեկին գա այստեղ պատարակ կարդա։ Դուք պատկերացնում եք օրինակ ինչ վայնասուն կլինի են տարբեր երկրների տարբեր գործող գրասենյակների կողմից, որոնք այսօր համր ու լուր են։ Դուք պատկերացնում եք այստեղի դեսպանատները եվրոպական ԵՄ գրասենյակը, Տոմիոս գրասենյակ, դուք պատկերացնում եք ինչ կանեն։ Հələ մի հատ բախտներդ փորձեք, որևէ մի պաշտոնյա, օրինակ Անահիտ Ավանեսյան, հələ վեր կաց այդ բանով, այդ ԱԱՑ-ով, ոստիկաներով գնա մտի կյանքի խոսքի եկեղեցի, հետդ էլ մեկին տար, ասա բերել է, որ սա պիտի եկեղեցում պատարակ մատուցի։ Եվ Միքայել Սրբազանի առողջական վիճակը բավականին ծանր է, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, բայց տեսնում ենք, երեկ նաև տեսանք արտադրության նախարար Սփյուռի Գալյանը, ասում ենք ոչ մի նամակ չենք ստացել, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ անմարդկային պայմաններում են նաև պարոն Սրբազանների։ Ես քիչ առաջ ես եթերից առաջ լսեցի Անժելայի այդ դիտարկումը, թե այնտեղ պայմանները ինչպիսին են, ես անձամբ չեմ շփվել, բայց եթե նորմալ պայմաններ լինեին, մենք քրեակատարողական հիմնարկներում այսպիսի ռեկորդային մահվան ցուցանիշ չէինք արձանագրի։ Ինչ վերաբերվում է Միքայել Աճապահյանի առողջական վիճակին, դեռ մինչև նրա ազատազրկումը խոսվում էր նրա առողջական վիճակի մասին, նրան մաղթում եմ շուտապույտ
ապակինում, առողջացում, իսկ ասել թե պիտի Սրբուի Գալյանը կամ չգիտես ով նամակ ստանա, իրենք մի նամակ պիտի ստանան, դա Նիկոլ Փաշինյանից ուղարկված SMS-ն է։ Իրենց համար մնացած նամակները առարկայական չեն։ Իրենք մի նամակ ունեն ստանալու։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասի երկարաձգեք, տեսեք ինչպես եղավ, Սամվել Կարապետյանի դատավարությունը դեռ ընթանում էր, Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, որ կալանքը կերկարաձգվի։ Դատարանը կամ Գալյանը կամ մյուսը ովքեր են, որ ինչ-որ բան որոշեն։ Այս երկիրը բռնապետություն է, դա ասել է Նիկոլ Փաշինյանը, հաստատելով, որ կառավարությունը ինքն է։ Հիմա մենք պիտի մտածենք, որ չէ պիտի Սրբուի Գալյանը ինչ-որ բան որոշի։ Չէ, այդ մարդիկ փող են ստանում, որ Նիկոլ Փաշինյանի SMS-ներին պատասխանեն ճիշտ նշված ժամկետում։ Նորմալ, ինչպես ինքն է հրահանգում, այդպես պիտի պատասխանեն։ Եթե այդպես չլիներ, ինչ գործ ունեին այսքան կալանավորներ էսի։ Հայաստանը դարձել է գաղութ։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ գաղութի պետն է։ Հայաստանը այսօր տարածաշրջանում տեսեք, որ երկրում այսքան ձերբակալվածներ կան, այսքան ապօրինի ազատազրկվածներ կան, այսքան կալանավորներ կան, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում հանցագործությունների թիվը ամեն օր ռեկորդային ցուցանիշ է գրանցում, ամեն օր։ Ես երեք լսում էի նաեւ գեներալ Արշակ Կարապետյանի խոսքը, փաստորեն երբ որ գեներալը բոլորովին վերջերս մի քանի հարցեր ուղեց Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը իրար հետևից սկսեց նորից նոր քրեական գործեր կարել։ Ինքը սովոր է, որ գեներալները պիտի լռեն, իր համար անսովոր էր, որ որևէ գեներալ կարող է չլռել ու չհամակերպվել իր գործողությունների հետ, սկսեց նոր քրեական գործեր կարել։ Լսում էի, որ ասում էր, ախր դուք գեներալ եք, գնում եք ձեր դեմ մի 20 տարեկան, 25 տարեկան տղա թուղթը դնում, ասում է ցուցմունք գրի, պատերազմի բովով անցած մարդիկ եք։ Ու դուք այդ ցուցմունքը գրում եք։ Նույնը անում է եկեղեցու, նույնը անում է հասարակության, նույնը անում է անհետ կորածների ընտանիքների հետ էլ է նույն կերպ վարվում, ասում է, այ եթե այն մեկը ձեզանից գնաց, ուրեմն ոչ մեկի հարցով չենք զբաղվի։ Տեսեք, հա, հանկարծ գնաց, ոչ մեկի հարցով չենք զբաղվի։ Երեք նորից զանգարել էին Պաթյունից տուժած ընտանիքները, որոնց հարազատները չկան, ասում են 3 տարի մեզ խաբում են, տեղից տեղ են տանում։ Քնչական ածը Նիկոլին Փաշինյան նամակ են ուղարկել, ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք, այս մարդիկ չգիտեն ինչ անեն։ Դուրս են գալիս ճանապարհ են փակում, գտնում են միջից ամենաակտիվին ուղիղ ձերբակալման վայր են տանում։ Մեկը մի քիչ բարձր է խոսում, ուղիղ տանում են, բռնապետությունը հենց այսպես է լինում։ Հենց այսպես, եւ այս բռնապետությանը այսօր հովանավորում է Եվրոպան։ Երեք կարդում եմ, որ Եվրոպան 15 միլիոն եվրո է հատկացրել 26 թվականի ընտրություններին։ Պարզ է, չէ, որ այդ 15 միլիոնը չի գալիս օրինակ մեր քաղաքական ուժին կամ ընդդիմադիր մեկ այլ քաղաքական ուժի համար։ Դա բերում է Նիկոլ Փաշինյանի 15 միլիոն եվրոն ինչ է, այնց շախ կտա այն գյուղերում մեկի համար էս մեկին են ոնց էին էջմիածնում անում։ Մաշվածակած շորերներ կբերենք, ասեն արեք ձեր երեխեքին հագցրեք, մենք էս կարանք, նրա մեծ մասը կգրպանեն, արդեն Եվրոպան սկսել է խառնվել բարիս ուղիղ իմաստով, ինչ է նշանակում 15 միլիոն ուղարկել, որպեսզի Հայաստանը պատրաստվի 26 թվականի ընտրություններին։